Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ միացել են Media Lab-ի եթերում, պատերազմի հետքը podcast-ն է տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը։ Այսօր կխոսենք կորուստի մասին ընտանիքում, մեր հյուրն է Mindful հոգեբանական կենտրոնից կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Լենա Մանուկյանը, բարև ձեզ։ Ողջույն Լիաննա ջան։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ միանալու համար։ Ձեզ էլ շնորհակալություն հրավերի համար։ Լենա, ես գիտեմ, որ դուք պատերազմի ժամանակ, պատերազմից հետո ավելի ճիշտ աշխատել եք, հա, թե կորուստ ունեցող ընտանիքների հետ, թե փախստականների հետ, բավականին ծավալուն աշխատանք եք կատարել, եւ այսօր ուզում ենք խոսել կորուստի մասին ընտանիքում, բուն կորուստի եւ անհատի եւ կորուստի հարաբերությունների մասին մեր այսպես ոդքասթների շարքից մեկում մենք անդրադարձ ունեցել ենք Եվ այսօր եւ շատ հաճախ անգամ նույն մեդիայում կնկատեք խոսույթը, երբ որ խոսում են զոհվածի մասին կամ մահացածի մասին պարզապես, հա, առօրյա, այսպես ասենք, ոչ ռազմական գործողությունների արդյունքում մահացած մարդու մասին, հիմնականում խոսում են նրա եւ նրան կորցնող որևէ անհատի, գուցե մոր կամ կնոջ կամ երեխայի հարաբերությունների մասին։ Մինչդեռ ես կնկարագրեի, որ կարծես այդ ինչ-որ ռումբ է, հա, այդ վիշտը, որը պայթում է ուղիղ ընտանիքի ներսում եւ այդ ասկոլկաներ այսպես կոչվածը բոլորին է վնասում մեծ հաշվով, հա, այդ վշտի արդյունքից բոլորն են տուժում, բոլոր տան անդամները, ովքեր տարածքում են գտնվել, այսպես ասեմ։ Եվ փորձենք այդ մի քիչ վերևից նայենք, բոլորից նայենք, հա, մեր զրույցի ընթացքում։ Թերևս ընդհանուր մի թեթև պատմեք, հա, ձեր ձևակերպումը, ինչ է նշանակում ընտանիքի համար, երբ որ տանը բախվում են այդ ամենածանր, հա, լուրին, ամենածանր վշտին կորում է ընտանիքի անդամը, հատկապես եթե խոսքը երեխայի, որդու, չգիտեմ, զոհված զինվորի կամ պարզապես հա երեխայի որդու մասին է կամ դստեր կապ չունի այս դեպքում։ Իրականում վերջին շրջանում մեր մոտ բավականին ակտուալ ու արդիա դարձել է հարցը ու նշեցիք, որ հիմնականում ընտանիքի տեսանկյունից ոնց է էսի, եթե որպես այդպեսին մենք նայենք ընտանիքը որպես համակարգ, որտեղ որ ամեն անդամը այնտեղ ինչ որ դեր է կատարում, այդ համակարգը ինչ որ ձև պահում է ու վերցնենք այն, որ այդ անդամներից մեկը ուղղակի չկա, բնականաբար սա ինչ որ կերպ կարա ազդի այդ ընդհանուր ընտանիքի համակարգի հոմեոստազին բնական ու ինչ որ ձևերով արտահայտվի։ Ու այնքան հետաքրքիր է սովորաբար մենք որպես երեխայապաշտ ազգ, սովորաբար հիմնականում այն առաջին արձագանքները, որ լինում է մանավանդ ծնողների տեսանկյունից, որ երեխային չասենք այդ մասին, կամ օրինակ երեխային չասենք այնպես, ինչպես որ իրականությունը կա, ու սովորաբար այդպես փորձում ենք խնայել երեխաներին, ու հիմնականում մեծահասակների դեպքում այդ շատ արտահայտվում է այնց, որ հնարավոր է լինի այնպես, որ օրինակ եթե եղբայրն է մահացել, ասենք կամ հայրը, հա, գնացել է ուրիշ երկիր, ու սենց իրականում հիմնականում ստա խնդիրային է կայանում, որ երեխային մենք իրականությանը չենք փոխում։ Բայց սա չի կարող ավելի ուրիշ հետ, այսինքն գնացել է ուրիշ երկիր, այսինքն ինձ թողել լքել է, այս դեպքում երևի թե ավելի տրամաբանական է երեխայի համար ասել, որ նա չէր ուզում քեզ լքել, պարզապես Սովորաբար հենց այդպես է լինում, երեխան կարա մտածի, որ պապան ինձ թողել է, կամ ես օրինակ ինչ-որ վատ բան եմ արել ու ինքը էլ չի ուզում իմ հետ շփվի, ու ստեղ շատ հաճախ կարա լինի, որ երեխան գա ասի, կզանգես խոսեմ իր հետ, ու այս դեպքում ոնց որ ոչ մի բան չենք կարող ասել երեխային։ Ու դրա համար հիմնականում որպես այդպեսին այնքան կարևոր է հիմնականում այդ արձագանքման գրագետ մոտեցումների մեջ շատ կարևոր է որպեսզի երեխային մենք տանք իրականության առերեսումը։ Իհարկե դա շատ կարևոր է որ տարիքի հետ ոնց խոսենք, բայց իրականում այդ ամենակարևոր բաներից է, որ միանգամից իրականության հետ առերեսենք երեխային։ Շատ լավ, խոսենք այս պահին որդու կամ դստեր կորուստի մասին, մեծ տարիքի խոսքը
ժողովուրդը այսպիսի արտահայտություն ունի, որ վիշտը մարդկանց միավորում է, բայց գոնե իմ գոլեգաները, ովքեր շատ հաճախ գրում էին, հա, այդ կորուստ ունեցող ընտանան պատերազմից հետո զոհված զինվորների, զոհված տղաների ընտանիքների մասին նկատել եմ, որ շատ հաճախ բաժանություններ են տեղի ունենում։ 1-2 խոսում են, հա, ծնողների անց տղայի մասին, հետո վերջում պարզվում է, որ տղայի մահից հետո իրենք բաժանվել են։ Սա ինչ է։ Կա ունի արդյոք հոգեբանությունը որևէ նման իրավիճակի բացատրություն եթե sense մտածենք ինչից կարա լինի, ամեն մի ընտանիքի անդամ ինքը բնականաբար անցնում է կորուստի փուլերով, ու սա կարա լինի օրինակ այն ժամանակ, երբ որ օրինակ ագրեսիայի փուլի մեջ լինեն, ու երբ որ ստեղ կան մեղադրանքներ, որոնք որ կարան ուղղվեն օրինակ դիմացինին, այս ժամանակ կարա լինի հիմնականում այն, որ հարաբերությունները սկսեն ավելի հեռանալ, կամ օրինակ կա ինչ-որ փուլ, երբ որ այդ ամեն ինչը սկսի հյուծել մարդկանց, ու իրանք էլ ռեսուրսներ չունենան շարունակելու։ Սա կարա լինի հանդիպի նաև այն դեպքում, երբ որ օրինակ հիմնականում ծնողների մոտ իրանց կապող ամուսիններին իրար կապող մի հատ կետը երեխան է լինում։ Ու շատ հաճախ իրանք որպես այդպեսին իրանց օղակը ընդհանուր թեմաները, որոնք որ կունենան, մտերմության կետերը հիմնականում երեխան է լինում, ու երբ որ էլ երեխան չի լինում, իրանք հասկանում են, որ մտերմության ինչ-որ կետեր չկա, որ կապի իրանց։ Ու այս էլ կարա լինի որպես այդպեսին պատճառներից մեկը։ Որ կարան բաժանվեն։ Մեղադրանքների մասին եւ մեղքի զգացումների մասին արդեն հոգեբանների հետ երբ որ զրուցում ենք, հաճախ եմ լսել, որ հենց հոգեբանի հետ զրույցի ժամանակ զոհվածների հաճախ ծնողներն ասում են, մենք մեղավոր ենք, որ ժամանակին գումար չքերեցինք, չգտանք, որ բանակ ուղարկեցինք, այս մեղքի զգացում դուք ընդհանրապես նման մեղադրանքներ իրենց հասցեին լսել եք եւ այդ երբ որ ասացիք փոխադարձ մեղադրանքներ մտքիս եկավ, հա, ինչպես էս պատկերացեցի, ինչպես է մայրը, ասենք հորն ասում, այ դու ես մեղավոր տղուդ համար փող չգտար, չկարողացար բանակից ազատել, կարող եմ նման զրույց պատկերացնել, հա։ Դուք հանդիպել եք այն նման եւ ընդհանրապես ինչքան մեծ դեր ունի մեղքի զգացումը ընտանիքներում պատերազմի հետ կապված թեմաներին այնքան առնչված է մեղքի զգացման թեման, որովհետև այնտեղ կա օրինակ մենք ունենք սինդրոմ Վիժովշովը, երբ որ մարդը օրինակ ողջ ամնում, ողջ մնացածի համախտանիշ, հա, հայերենով, ու իր մոտ կարա լինի այդ ուժեղ մեղքի զգացումը, որ ինչի իր հետ ինչ որ բան եղավ, իմ հետ ոչ մի բան չեղավ, ու ես հիմա շարունակում եմ ապրել, իսկ ինքը չկա։ Եվ այն թեմաները, որոնք որ դուք նշեցիք, որտեղ հիմնականում կորստի հետ կապված այդ մեղքի զգացումն էլ կարա շատ զուգահեռ գնա, մանավանդ հենց այդ ագրեսիայի փուլի ժամանակ, երբ որ օրինակ ագրեսիան սովորաբար այդ փուլում լինում է կամ ուղղված դուրս արտաքին աշխարհին, երբ որ ոնց որ դուք եք օրինակը բերում, օրինակ կարա կինը մեղադրի ու ասի, որ դու սենց չարեցիր, կամ օրինակ կարա մարդը ինքը իրան մեղադրի, որը որ հենց կարա արտահայտվի այդ մեղքի զգացումով հիմնականում, ու իրականում ցավոք սրտի նմանատիպ դեպքերը կարան շատ լինեն։ Շատ լավ, կին ամուսին, ես որպես լրագրող նկատել եմ, որ մեզ մոտ վիշտը ունի գենդերային շատ հստակ սեռային տարբերություն, շատ հաճախ այն ինչ թույլատրվում է կանանց, անթույլատրել է տղամարդկանց եւ հակառակը, հա, բերեմ այդ իմ օրինակը, որ բերել է, հա, զրույցից առաջ, օրինակ կինը կարող է թույլ իրեն տալ օր ու գիշեր լաց լինել, ինչ որ ավելի հուզական գտնվել, տղամարդիկ այդպես չեն ավելի շատ, բայց հակառակը ասենք կինը չի կարող իրեն թույլ տալ ցավից սկսել խմել, հա, միանգամից հասարակություն կդատապարտի, իսկ տղամարդու դերքում ալկոհոլիզմը դե կորուստ ունի, ոչինչ թող խմի։ Ցավոք ոչ միայն ալկոհոլիզմը, որովհետև եւ ոչ միայն ալկոհոլիզմը, այ դա է ուզում հասնել, դուք այդքան փորձ ունեք, արդյոք նկատել եք, ես այս մի բանը նշեցի, բայց էլ ինչ տարբերություններ կա եւ ինչ բացասական հետևանքներ էս ամեն ինչ ունի ու ինչ անել։
Լիանա ջան, այդ որ ասցիք, ես հիշեցի, մենք որ հիմնականում սկսում էինք գնալ տարբեր մարզեր ու այնտեղ աշխատել հիմնականում ծնողների հետ, ովքեր որ կորուստի հետ են բախվել, այնքան ակնառու էր այդ երևում։ Մենք սկզբից վերցնում էինք խմբային աշխատանքներ, որտեղ որ կային եւ կանայք եւ տղամարդիկ, ու ինչ էր ստացվում, որ գնում էինք աշխատանք տանում էինք, տղամարդիկ լուր sense նստած էին, իրանք ուժեղ էին, իրանք չպետք է ինչ-որ բան ցույց տային, որտեղ այնտեղ կանայք կային նստած։ Կանայք կարող էին լացել այդտեղ։ Երբ որ մենք սկսեցինք առանձին արդեն իրենց հետ աշխատել, այնքան հետաքրքիր էր, կնոջ հետ ես խոսում, կինն ասում է, որ դե ես իրականում շատ ծանր եմ տանում, ամբողջ օրը լացում եմ, իսկ իմ ամուսինը շատ ուժեղ է, ինքը ոչ մի բան չի զգում, ինքը ավելի ուժեղ է, ինքը աշխատում է, ինքը սենց ինքնից ու նենց է ստացվում, որ երբ որ արդեն ամուսնու հետ ես խոսում, նույն կնոջ, ու ինքը ասում է, որ ես ոնց իմ էմոցիաները ցույց տամ իմ կնոջը։ Ես իր համար այդ հենարանն եմ, այդ ամուր սյունն եմ, ու եթե ես սկսեմ իմ էմոցիաները ցույց տալ, ինքը կզգա, որ հենվելու տեղ չունի։ Ու այս այնքան տիպիկ էր ու շատ հաճախ հանդիպող էր հիմնականում, ու պլյուս նաև այդ տարբերություններից հիմնականում ոչ միայն ալկոհոլիզացիան, տղամարդկանց դեպքում կարող լինի այն, որ իրանք ավելի ագրեսիայով արտահայտեն իրանց էմոցիաները, որովհետև հենց այդ նույն սոցիալական, մշակութային նախախնամություններով պայմանավորված տղամարդկանց թույլատրված ագրեսիա արտահայտել, կանանց չէ։ Կանայք, որ օրինակ ագրեսիա արտահայտեն, կասեն, չգիտեմ, լա չառը, ինչ-որ տարբեր բաներ արտահայտություններ կասեն, գժվեց, հա։ Իսկ տղամարդկանց դեպքում իրենց թույլատրված է, դրա համար հիմնականում իրենց բոլոր էմոցիաները նմանատիպ դեպքերում արտահայտվում են ագրեսիայով։ Կանանց դեպքում կանայք հիմնականում կարող են լաց լինել, կարող են կիսվել իրանք հիմնականում, ու այդ շատ հավես է, որովհետև այդ տեսանկյունից կանայք կարողանում են կիսվել ուրիշների հետ։ Չնայած հաճախ մի բան էլ ասեմ, որ շատ եմ նկատել, երբ որ մարզերում էինք, կային դեպքեր, երբ որ օրինակ ընտանիքը կորուստ էր ունեցել ու անցել էր մոտավորապես 1 տարի ավել, ու այդ կանայք տնից դուրս չէին գալիս ու չէին շփվում ոչ մեկի հետ։ Ու այդ մեկուսացվածությունը, այդ բարդեցված վիշտը այնքան արմատացած էր այնտեղ։ Ու այս դեպքում հիմնականում աշխատանքը կայանում էր նրանում, որ մենք խմբային աշխատանքներ էինք անում, որտեղ որ իրանք սկսում էին իրար հետ խոսել, այն մարդիկ, ովքեր որ ունեցել են այդ կորուստը, սկսում էին իրար հետ խոսել, ու մեկ էլ այդ խմբային աշխատանքների ամենահավես կողմը այն է, երբ որ քննարկում ես, ասում ես օրինակ կարա լինի սենց դեպք, այդ մեկը ասում է, հա, իմ մոտ սենց էր, ես սենց էի զգում։ Դու ասում ես, որ դու մենակ չես քո վշտի մեջ, էլի։ Հա։ Այն մյուսն ասում է, ես էլ էի տենց զգում, ուրեմն մենակ ես չեմ, տենց։ Ու իրանք սկսում են հետո էլ շփումը պահել իրանց մեջ, իրար մեջ։ Իսկ տղամարդիկ չեն խոսում, թեկուզ իրար մեջ։ Տղամարդիկ խոսում են, բայց շատ ավելի հազվադեպ է լինում այդ։ Տղամարդկանց մոտ իրանք կարող է խոսան, բայց հիմնականում դա ավելի սենց շատ թեթև անցնի, այսինքն մակերեսային զրույցներ լինեն, քիչ էմոցիոնալ լինեն, ու հիմնականում տղաների ու տղամարդկանց դեպքում, ավելի մեծ տարիքով մարդկանց դեպքում, այդ վախը, որ ես խոսեմ ու կարողա թույլ երևամ, այնքան արտահայտված է։ Դրա համար իրանք մտածում են, որ չէ, ես ոչ մեկի հետ չխոսեմ, մենակ իմ հետ է երևի այս էմոցիաները տեղի ունենում, ու իրականում բոլորն են այդպես մտածում համարյա։ Իմ ամուսինն էր նկարագրում, երբ որ ինքը տեսել էր արդեն պատերազմից հետո մի արտահայտություն ինքը արեց, ասեց, չէ որ տղամարդիկ ոչ միայն բախվում են այդ կորուստի հետ, հատկապես պատերազմից հետո այն ամենածանր գործերն էլ էին հենց հայրերի ուսերին, օրինակ դիակ փնտրելը։ Ու շատ հայրեր ինքը տեսել էր, թե ինչպես էին եկել ու այդ անտառներում օգնում էին փրկարարներին այդ դիակները գտնելը։ Ծանրագույն աշխատանքը, ինքը ասում էր, այդ մարդկանց դեմքից իրանք ոնց որ թափանցիկ լինեին, ասես իրանց տվերներ մնաց, էմոցիա չկար։ Ընդհանրապես մի տեսակ դաժան չի հասարակության կողմից տղամարդկանց sense թողնել այդ ամեն ինչի մեջ, դե դու ուժեղ ես արա ու հետո ձեն չհանես։ Դաժան է։ Ու իրականում այս տեսանկյունից ինձ թվում է հոգեկրթության դերը բավականին մեծ է, որովհետև երբ որ մենք ցույց ենք տալիս, որ տղամարդիկ էլ ունեն էմոցիաներ,
այն որ դու արտահայտում ես քո էմոցիաները, դա թուլության նշան չի։ Երբ որ մենք ծնողավարման ժամանակ տալիս ենք ծնողներին կամ ապագա ծնողներին այն մեսեջները, որ օքեյ է, երբ որ երեխեքը արտահայտեն իրենց էմոցիաները։ Ու այս հիմնականում կորուստի ապրման ժամանակ էլ է շատ կարևոր, երբ որ ծնողը որպես այդպեսին ինքը միշտ մտավախություն ունի, եթե իմ երեխայի մոտ սկսեմ լացել, իմ երեխան իրեն վատ կզգա, բայց այդ օքեյ է շատ։ Դու այդ ձևով քո երեխային ցույց ես տալիս, որ նորմալ է, որ կարաս ցավ զգաս ու լացես դրանից։ Մյուս երեխաների մասին խոսենք, հատկապես խոսքը փոքր երեխաների մասին, որովհետև երբ որ բոլորը մեծ են եւ տանը վիշտ է, կարծես մի քիչ ուրիշ ձև է ապրվում, ավելի գիտակցված է ապրվում, բայց ենթադրեք, չգիտեմ, մեծ եղբայրը, մեծ քույրը տանը երեխան զոհվել է կամ մահացել է, դա նախ շոկային է արդեն խոսեցինք, բայց ենթադրենք երեխան արդեն գիտի, որ մահացել է։ Ես հիշում եմ մի դեպք իմ մանկությունից, ծառայության ժամանակ մեծ եղբայրը, բավականին մեծ, մոտ 10 տարով մեծ եղբայրը ականի վրա այսպես միջադեպ էր եղել եւ զոհվել էր տղան ծառայության ժամանակ։ Ու փաստորեն մեր դպրոցից այդ տղան մեծանում էր այն մտքով, որ դե ինքը հերոսի փոքր եղբայր է, որ իր եղբայրը կարծես անհասանելի բարձրունք լիներ իր համար։ Մեզ համար դա ոնց որ նորմալ էր ընկալվում, բայց ես հիմա արդեն որպես ծնող հետին հայացքով նայում եմ, որքանով է դա ընդհանրապես առողջ երեխայի համար, այդ ունենալ տանը այդ անհասանելի այ քո եղբայրը հերոս էր։ Իսկ դու կարող է լավ չսովորես, չգիտեմ, 1000 մի խնդիրներ ունենաս ու ամեն անգամ այդ ներքին սանդղակով քեզ համեմատես մամայի այսպես սուրբ լարերի հետ, էլի։ Այնքան տիպիկ ու տարածված բանի մասին եք խոսում։ Մենք բոլորս որպես այդպիսին ունենք բազային պահանջմունքներ, ու այդ բազային պահանջմունքներից մեկն է այն, որ մեզ նկատեն, մեր պահանջմունքները նկատեն, մեզ նկատեն ու ընդունեն այնց, ոնց որ մենք իրականում կանք, ու շատ հաճախ, երբ որ օրինակ ծնողի կամ հասարակության կողմից այդ անընդհատ համեմատությունն է գնում մահացած եղբոր հետ, կամ այդ անհասանելի վիճակն է լինում, շատ հաճախ մենք ունենում ենք նմանատիպ երեխաների իրական էության հերքում, նենց ոնց որ իրանք կան, ու մենք սկսում ենք օրինակ անընդհատ համեմատություններ անել, ես իրականում կարա շատ վատ ազդեցություն ունենալ երեխայի հոգեկանի վրա, մանավանդ եթե ինքը փոքր լինի ու երբ որ իր հոգեկանը նոր է զարգանում։ Սեփական եսի ընկալման հետ խնդիրներ չեն առաջանա, իսկ ինչ-որ խարխլված պատկերացում եսի իմի մասին երեխայի։ Հա, շատ հաճախ կարա լինի այնպես, եթե երեխան փոքր է եղել մանավանդ այդ տարիքում, ինքը հետագայում մեծանա ու դժվարանա հասկանա, որ նա իրան է, ինչա ինքը ուզում, ընտրություն կատարելու դժվարություններ ունենա, դժվարություն ունենա հասկանա իր հասարակ պահանջմունքները, ինչի կարիք ինքը ունի, որտեղ հիմնականում դրանք միշտ ցած անտեսվել ու կողք են, չեն էլ նայել դրա վրա, որ այնտեղ նույնիսկ կա ինչ-որ բան։ Այդ դուք նշեցիք այդ փակվելու մասին, մի այսպիսի տարբերություն էլ կա, որ երբեմն ծնողները չեն կարողանում վիշտը, չեմ ասի հաղթահարել, բայց վշտի հետ ապրել, կյանքը շարունակել եւ փաստացի կարող է տան փոքր, ավելի փոքր երեխաները մեծի կորուստի պատճառով պարզապես մատնվեն անուշադրության, որտեղ մայրը չունի ռեսուրս, հոգեբանական ռեսուրս, պարզապես ինչ որ խնամք տանելու, սիրելու, գրկելու, գուրգուրելու։ Նախ հանդիպել եք արդյոք նման բանի ձեր պրակտիկայում կամ լսել եք եւ ինչ անել այս դեպքում, սա ինչ կարող է հագեցնել, ինչու է այսպես լինում, չգիտեմ, ինչքան հարց կա գլխիս տալիս եմ։ Իրականում հանդիպել եմ նման դեպք, բայց այն դեպքը, որ ես հանդիպել եմ, ոնց որ բավականին դրական էր այն տեսանկյունից, որ մաման դիմել էր մասնագետի, ու այս process-ը իրականում շատ կարճ տևեց, որտեղ երբ որ մամայի մոտ այդ ապաքինման process-ները սկսեցին, ռեսուրսները շատացան ու պլյուս այնտեղ մենք գտանք տարբերակներ, որոնք օրինակ ուժեղացնեին այդ մամայի ռեսուրսները, կողքից չգիտեմ, ինչ որ աջակցություններ, պատժկայի օգնության տեսքով ու հիմնականում այդ ռեսուրսներն ավելի ուժեղացան ու մաման շուտ ապաքինվեց ու հիմնականում ինձ թվում է դա շատ կարևոր է այդ
ցկտում դեպի կյանքը, երբ որ մեր ներսում էդի կա, հիմնականում մենք միշտ միտված ենք լինում գտնելու այդ ռեսուրսները, թեկուզ եթե օրինակ զգում ենք, որ չկա ընդհանրապես ռեսուրս, այստեղ շատ կարևոր է ուղղակի դիմել մասնագետին ու ասել, գիտեք, ես զգում եմ, որ ռեսուրս չունեմ, ես եկել եմ, որ իր հետ հասկանանք այս լուծում, սրան ոնց լուծում տանք ու այս իրականում շատ դրական էֆեկտ կարա տա։ Որպես այդպեսին ես միշտ ասում եմ, որ թերապիան ինքը կարան լինեն դեպքեր, երբ որ կարիք չլինի թերապիան։ Օրինակ կորստի դեպքում որպես այդպեսին մի տարի է ու կարա լինի այնպես, որ մարդը առանց թերապևտի ինքը այդ մի տարին անցնի ու ապաքինվի, բայց սովորաբար ցանկացած process թերապևտի հետ ավելի արագ է լինում։ Որտեվ թերապևտը օգնում է շատ այդ պաշտպանական մեխանիզմների գիտակցել այդ պաշտպանական մեխանիզմները, չթողել, որ այդ պաշտպանական մեխանիզմները դառնան ավելի պաթոլոգիկ ու ավելի ապաքինման գնա մարդը ավելի արագ։ Պաթոլոգիկ պաշտպանական մեխանիզմների մասին խոսեցիք, ես մի հարցի շուրջ եմ ուզում խոսել, նախապես ասեմ, առանց ինչ-որ գնահատականներ տալու, որովհետև երբ որ մարդ ունի այդքան խորը ցավ, հա, հարազատի կորուստ, այստեղ ոչ ոք չի կարող դատավորի դերում լինել ընդհանրապես, որովհետև այդ խորը ցավի մեջ ապրելը արդեն իսկ, այսինքն դու արդեն դատապարտված ես, հա։ Ես հաճախ տեսնում եմ, որ մարդիկ շատ կարող են մի տեսակ փորձեն իրենց կյանքը կառուցեն հենց այդ կորուստի շուրջ։ Օրինակ մահացած տղայի սենյակը կաղավորեն, սարքեն, մի տեսակ թանգարանի նման դարձնեն, նման, հա, իրադարձություններ կամ ասենք ամբողջ տունը այդ տղայի նկարներով կամ աղջկա կամ չգիտեմ ամուսնու կապ չունի, հա, հարազատի կամ ասեն սենյակին ձեռ մի տվեք, շորերին ձեռ մի տվեք, խաղալիքներին ձեռ մի տվեք, իր թղթերին ձեռ մի տվեք կամ չգիտեմ գնեն այն ինչ որ չգիտեմ երաժիշտ է եղել, երաժշտական գործիքներ գնեն շարեն իր սենյակում։ Սա որքանով է գոնե հոգեբանության մեջ համարվում նորմայի սահմաններում, այսինքն որ պահին ենք մենք հասկանում, որ մեր հարազատին, ով կորուստի մեջ է, հավանաբար պետք է օգնություն։ Նայեք, որպես այդպեսին կորուստի ժամանակ մենք կարող ենք ունենալ տարբեր արձագանքներ, որոնք որ առաջին հայացքից մեզ թվա, որ սովորաբար մարդը սենց չէր ու ինքը սենց արձագանքներ չուներ, բայց կորուստի ժամանակ այդ լրիվ օքեյ է։ Նույնիսկ կարելի լինի այնպես, որ մարդը սենյակում ներկայություն զգա, ձայներ լսի, մենք ուրիշ ժամանակ կարող ենք ասել, որ սա ամենայն հավանականությամբ ինչ-որ հալուցինացիաների մասին է խոսքը գնում, բայց կորուստի ժամանակ սա օքեյ է ու իրականում է սա կորուստը տարբերում մնացած բոլոր վիճակներից կամ օրինակ դեպրեսիայի փուլի ժամանակ, կորուստի ժամանակ, որ մենք ունենում ենք դեպրեսիայի փուլ, ինքը լրիվ սիմպտոմատիկան կարա նման լինի դեպրեսիային, բայց մենք չասենք, որ այդ ինքը ցած ամբողջական դեպրեսիա է, ինքը լինի կորուստի փուլ, որը որ ինչ որ պահի անցնելու արդեն մյուս փուլին։ Բայց ստեղ եթե մենք ունենում ենք, այսինքն այն արձագանքները, որոնք որ նշեցիք, իրանք կարան նորմա հանդիսանան, եթե դա կարճ ժամանակահատված է տևում։ Եթե դա երկար ժամանակահատված է տևում, ամենայն հավանականությամբ հենց բարդացված վշտի հետ գործ ունենք այստեղ։ Ու այստեղ արդեն երևի թե ոչ միայն երկար ժամանակահատված, ենթադրում եմ, ինձ ուղղեք, եթե ճիշտ չեմ, այլ նաև դրա հետ մեկտեղ ոնց որ կարծես մարդը ուրիշ այլ գործերով տենց շատ չի զբաղվում, այսինքն դա իր կյանքի կենտրոնում է։ Ստեղ իրականում սովորաբար ինչն է օգնում, որ մենք այդ փուլերի մեջով անցնենք, երբ որ կողքից տարբեր ռեսուրսներ է լինում, երբ որ օրինակ կողքից աջակցություն է լինում հոգեբանական, ու կարա լինի ուղղակի մտերիմի կողմից, այն որ ուղղակի մտերիմը նստի կողքդ ու լռի ուղղակի։ Ինչ որ գործ, որ կարողանաս անել, ինչ որ մարդիկ ում կարող է սիրել, ինչ որ մարդիկ ովքեր քեզ են սիրում, ինչ որ միջավայր, որտեղ դու պետք ես, այսպես ասեմ։ Հա, այսինքն հիմնականում ռեսուրսներ, որոնք որ կլինեն մարդու կյանքում։ Ոստեղ նաև շատ կարևոր է, որպեսզի մարդը շարունակի զբաղվի նրանով, ինչ որ այն ժամանակ զբաղվել է, որովհետև էսի ոնց որ որպես այդպեսին սիգնալ է մեր հոգեկանի համար, որ կյանքը շարունակվում է, որ ես միևնույնն է, օրինակ երեխայի դեպքում
օքեյ, թող ինքը գնա դպրոց, շարունակի գնա դպրոց։ Շատ հավես կլինի, եթե ինքը նորից շարունակի գնալ ինչ որ արտադպրոցական ինչ որ դասերի կարա գնա, չգիտեմ, երաժշտական գործիքի կամ շատ հավես կլինի, եթե օրինակ գնա ինքը մարզվելու ինչ որտեղ, որտեղ հիմնականում մարզվելը, ընդհանրապես սպորտը մեր հոգեկան առողջությանը շատ լավ դրական էֆեկտ է տալիս։ Այ ասացիք շարունակի զբաղվի նրանով, ինչով զբաղվում է։ Ու ես մտածեցի, որ ախր մենք ունենք շատ մայրեր, որոնք ամբողջ կյանքում միայն երեխայով են զբաղվել։ Ու եթե այդ երեխան կորցնում են, ինքը կանգնում է ուղղակի անդունդի առջև, ինքը անելու բան չունի։ Մի հատ այնքան հետաքրքիր արտահայտություն էի կարդացել մի քանի տարի առաջ, մինչև հիմա հիշում եմ, ասում եմ մայրը, ով կորցնում է որդուն, կորցնում է ոչ միայն իր որդուն, այլև իր մայր լինելը։ Ոնց որ ստեղ նաև ինքը քո եսի մի մասն ես կորցնում, հա։ Ոստեղ մանավանդ եթե իր ամբողջական իր եսը նույնականացվել է այդ մայր կերպարի հետ, ստեղ իրականում կարա հակառակը։ Այլ հարց էլ եսով եմ։ Դեպքում էլ ինչին եմ պետք, հա։ Ամեն ինչ նորմալը դուք անդադ նշում եք կորուստի փուլերի մասին, ես ուզում եմ ձեզ խնդրել, չնայած այս տաղավարում էլի խոսել ենք, բայց այդուհանդերձ հիշեցնենք, հա, բոլոր նրանց, ովքեր մեզ առաջին անգամ են միացել, մի քիչ պատմեք, հա, այդ կորուստի փուլերի մասին, ինչ փուլեր կան, ինչպես են նրանք որպես կան արտահայտվում եւ արդյոք հայկական իրականության մեջ կան ինչ-որ որոշակի շեղումներ, կոպիտ ասած, միջին վիճակագրական մարդկայինից, հա, այսպես ասենք, որտեղ ամեն մշակույթ իր, այսպես ասենք, բանն է, չէ՞, տալիս, շրջանակներն է տալիս տարբեր փուլերի։ Այստեղ երևի տարբերությունը մշակութային էս ասեմ ու անցնենք փուլերին։ Ինձ թվում է այնա տարբերությունը, որ մենք որպես այդպիսին, որպես ազգ, մեր համար միշտ կարևոր է եղել այդ միասնականությունը, որպեսզի մենք գոյատևենք ու դրանով պայմանավորված նաև գոյատևման հետ կապված, որ մենք միշտ ունեցել ենք այդ խնդիրը գոյատևելու, մեր համար շատ կարևոր է եղել սերունդներ տալը, ու երբ որ օրինակ սերունդն է մահանում, որդին է մահանում, այս իրականում որպես այդպիսին մեր համար կարող է ավելի բիենթագիտակցորեն ավելի ցավոտ լինի, որպես մեզ որպես ազգ։ Եթե գնանք հենց կորուստի փուլերով, կորուստի բոլոր փուլերը իրանք համարում են նորմալ արձագանքներ այն իրավիճակին, որ եղել է։ Ու որպես այդպիսին բոլոր այդ փուլերը իրենցից ենթադրում են հոգեկանի հարմարման process-ը իրավիճակին։ Առաջի փուլը որպես այդպիսին ինքը շոկն է ու ինչի է հա սա տեղի ունենում, որովհետև մեր հոգեկանը մենք որպես այդպիսին գիտենք, որ այս մարդը գոյություն ունի։ Մեր առօրյայում ինքը կա։ Մեր համար սա բնականon process է կյանքի շարունակականության։ Բայց մեկ էլ հասկանում ենք, որ ինքը չկա ու այդ պահը, մանավանդ որ մտերիմ է եղել ինքը, ինչքան մտերիմ է մարդը լինում մեզ, այնքան մենք կարանք ավելի ուժեղ զգանք այս փուլերը։ Մտերիմ ասելով, ստեղ նախ եւ առաջ նկատենք հուզական կապը, հա, ես սա ուզում նշել, որովհետեւ մեր հասարակության մեջ ես նկատել եմ, որ կա այսպիսի մտերմությունը ըստ բանի չափելու, հա, այսինքն բարեկամական մտերմություն, որը արյունակցական ինքը կա, բայց ինքը շատ սիմվոլիկ է եւ կարող է քո, չգիտեմ, հարևանի կորուստը ավելի ծանր տանես, քան, չգիտեմ, մորքուրիդ, չգիտեմ, եղբոր եւ չեմ կարողացել, հուզական մտերմությունը շատ ավելի այստեղ առաջնայինն է, քան ուստեղ նաեւ բացի ֆորմալ մտերմությունը, հա։ Կարա լինի նաև այն, որ մարդու հետ մենք ունենանք կոնֆլիկտային հարաբերություններ, այս էլ կարա նպաստի նրան, որ մեր մոտ բարդանա այդ process-ները, որովհետև որպես այդպիսին էլ չենք կարա այդ հարաբերությունները ուղենք։ Առաջի փուլը, ոնց նշեցի, շոկն է։ Ինչա տեղի ունենում, մեր մոտ բոլոր էմոցիաները անջատվում են այդ պահին։ Սա տեղի ունենում նրա համար, որ ինքը պաշտպանական արձագանք է, որպեսզի մեր հոգեկանը մեզ պաշտպանի այդ ուժեղ ցավից։ Դրանից հետո գալիս է արդեն հերքումը։ Հերքումը էլի ինքը դրանից հետո արձագանքը նրան, որ մի րոպե ինքը կար, իմ համար շատ դժվար է գիտակցել, որ ինքը էլ չկա։ Դրա համար ես այդ փուլում չեմ հավատում դրան, որ ինքը չկա։ Այդ մեր հայկական, որ ասում եք, ինձ թվում է, հեսա դուրը կբացի, կմտնի ներս։ Հա, հենց այդ պահը։ Կամ օրինակ մարդը կարա ներկայությունը զգա այդ մարդու
տանը։ Փողոցում ինչ որ մեկի տեսնի թվա թե ինքն է, որովհետև մեր հոգեկանը այդ պահին կարա նմանացնի իր դեմքի արտահայտությունը կամ օրինակ դեմքի դիմագծերը այն մարդու դիմագծերին, ում որ մենք կորցրել ենք։ Որ ոնց որ sense իրականության մեջ հոգեկանը այնքան հետաքրքիր է սկսի ինչ որ պրոյեկտել այդ մարդուն անընդհատ, որ մեր համար դժվար հնարավորինս հեշտ լինի այդ process-ների միջով անցնել։ Հետո դրանից հետո գալիս է արդեն ագրեսիայի փուլը, երբ որ մարդը սկսում է չընդունել այդ իրականությունն ու ասել ինչի սենց եղավ։ Այս փուլում ագրեսիան կարա ուղղվի եւ արտաքին աշխարհին, մարդը սկսի մեղադրել կառավարությանը, Աստծուն, մանավանդ եթե այդ մարդուն ասում ես, չգիտեմ, Աստված միշտ լավերին է տանում։ Այդ կարա մի ասեք նման։ Կարա լինի օրինակ այն, որ մարդը սկսի ինքը իրան մեղադրել։ Ես այս ինչը չարեցի, ես իր հետ վատ հարաբերությունների մեջ էի, ես իրան այս ինչ հորը, այս ինչ կծու խոսք ասեցի։ Դրանից հետո գալիս է առևտրի փուլը, ու որպես մի քիչ տենց ինքը հետաքրքիր անուն ունի, առևտրի փուլ, բայց իր նպատակը այն է, որ մարդը սկսում է քիչ-քիչ ալտերնատիվներ մանգալ, օրինակ, եթե ես անեի ես ինչ բանը, ամենայն հավանականությամբ ինքը չեր մահանա։ Ես կարողանա իրան փրկել։ Բայց հետո արդեն ինչ որ ժամանակ հետո մարդը հասկանում է, որ չէ, այս իրավիճակը եղել է արդեն ու ոչ մի բան հնարավոր չի անել, երբ որ ընդունումն է գալիս, ոչ թե ընդունում, այլ ինքը սկսում է գիտակցել այդ անդառնալիությունը։ Ինքը գիտակցել, թե արդեն հոգեկանը մաշում է այդ պաշտպանվելով իրականությունից, ավելի շատ սկսում է ինքը գիտակցել, որովհետև այդ պաշտպանականներն էլ են թուլանում, բայց այդ լավը, որ այդ պաշտպանականները լինում են, որովհետև մի անգամից եթե մենք սկսենք այդ գիտակցմանը գնալ, այդ կարա մեր համար շատ ավելի վնասակար լինի, ու այդ տեսանկյունով ես միշտ ասում եմ, որ մեր հոգեկանը միշտ մեր համար է աշխատում, անկախ ամեն ինչից, թե ինքը ոնց է աշխատում։ Կարող է ինքը իր լոգիկայով այդ ամեն ինչը անում, ինչ որ պահի մեր մոտ տագնապային խանգարումը օրինակ սկսում, հա, բայց այդ ու ինչ որ պահի այդ տագնապային խանգարումը սկսում է խանգարել մեր կենսակերպին, բայց որպես այդպեսին միշտ մեր համար է հոգեկանն աշխատում, ու այն որ այդ փուլերը լինում է հերթականությամբ, այդ էլ է շատ մեզ պաշտպանելու համար։ Երբ որ գալիս է արդեն դեպրեսիայի փուլը, մարդը տեսնում է, որ չէ, ես չեմ կարող այլ ոչ մի բան փոխեմ, այս եղել է ու սկսում է հուսահատության մեջ ընկնել։ Այստեղ կարա արտահայտվի նրանով, որ մարդը մեկուսանա, չուզենա ոչ միտեղ գնա, ոչ մեկի հետ շփվի։ Հիմնականում նախկին հետաքրքրությունները սկսեն իրան էլ չհետաքրքրել, ոչ մեկի հետ չուզենա ընդհանրապես շփվել, տրամադրության անկում, հոգնածություն կարա լինի մարդու մոտ, քունը սկսի խանգարվել, ախորժակի կորուստ լինի կամ ախորժակը ավելի շատանա։ Ու դրանից հետո երբ որ արդեն այս փուլն էլ է անցնում, ու երբ որ այս փուլերի մեջով մենք սկսում ենք քիչ-քիչ գալ այն կետին, որ չէ, ինքը էլ չկա, գալիս է արդեն այդ ընդունման փուլը։ Երբ որ մենք ասում ենք, օքեյ, ինքը չկա, վերջ, ու մարդը սկսում է արդեն իր կյանքի տարբեր հետաքրքրությունները, օրինակ, չգիտեմ, վերականգնել, կամ օրինակ նոր հետաքրքրություններ ունենում։ Ու մեկ ձեր, այսպես ասենք, անձնական փորձից ինչ որ հետևություններ մեր հասարակության մեջ ավելի շատ տղամարդկանց է հեշտ վշտի միջով անցնել, թե կանանց, թե տարբերություն չկա այստեղ արդեն ինդիվիդուալ է։ Ինձ թվում է ավելի շատ դա կախված է մի քանի ֆակտորից։ Եթե ներսում կա այդ ռեսուրսայինությունը ու մղում դեպի կյանքը, այս ուժեղ ֆակտորը, որպեսզի մարդը կարողանա այդ ապակինման մեջով անցնել։ Որպես այդպեսին ինձ թվում է ամեն մարդու մոտ սերով պայմանավորված ինչ որ տարբերակով ինքը սկսում է անցնել, ու երբ որ կողքից այդ աջակցությունը լինում է, գրագետ աջակցությունը, այս դեպքում կարա ավելի արագանա process-ը հեշտանա։ Մի այսպիսի մշակույթային, այսպես ասենք, ազդակի մասին էլ եմ ուզում խոսենք, մեզ մոտ հատկապես դրա տուժողն են կանայք, օրինակ, որ մեկ էլ
չգիտեմ, օրինակ պարզապես մտքիս եկավ, նկատած կնեք, որ չգիտեմ, կորուստ ունեցած, որթե կորուստ մայրերը հիմնական մազերը դեղին չեն ներկում, հա, մքացնում են։ Ու մեկ էլ մի տարի հետո կարող է դեղին ներկի կամ շուտ ավելի, չգիտեմ, ունենա ռեսուրս, տանը թորներ, երեխաներ իրեն ասեն, կողքից օգնեն, եւ ինչ որ ուրիշ կանանց կողմից ինչ որ sense տեսար միանգամից քսված դուրս է գալիս որդին զոհվել է կամ դուստրը մահացել է զոհվել է իսկ ինքը հլտես կարմիր շոր է հագել sense այդ մեղադրականը կարծես թե քո դեպրեսիայի աստիճանից է կախված քո սերը առ քո զավակ որը իրականության հետ կապ չունի ենթադրում եմ Ես դեպք եմ հիշում, որ կինը ինչ-որ ժամանակ հետո գնացել էր դեմքի պրոցեդուրա էր արել, սենց բոլոր կողքի կանանց կողմից դու ոնց ես կարողանում գնաս տենց հանես, դու կորուստ ես ունեցել, ինձ թվում է այս շատ կապված է ընդհանուր մեր ազգի կոմպլեքս տրավմայի հետ, որովհետև մեր մոտ տառապանքը շատ ռոմանտիզացվում է ու դրա համար հիմնականում այն մարդը, ով որ անցնում է այդ փուլերի մեջով, ով որ հաղթահարում է ու նորից գնում է դեպի մղում դեպի կյանքը իր մոտ սկսում ավելի ակտիվ ու ցայտուն երևալ, ինչը որ շատ բնական է, որ կարա լինի, շատ առողջ է, որ ինչ որ ժամանակ հետո տենց կարա լինի, կողքից այդ արձագանքները միանգամից լինում է ու ինձ թվում է ավելի շատ այդ հենց կոմպլեքս տրավմայով է պայմանավորված ու այդ կոմպլեքս տրավման այնքան տարբեր ոլորտներում է մեր մոտ երևում Այն որ օրինակ հիմնականում ինչ որ մի հատ դեպք է տեղի ունենում, մենք միշտ դա սկսում ենք կապել ցեղասպանության հետ։ Այսինքն այդ կոմպլեքս տրավման իր արմատներով ցեղասպանության հետ է կապված։ Ոչ միայն ինքը կարա տարբեր ինչ որ մենք անդադ պատերազմի մեջ ենք եղել։ Մի հատ արտահայտություն հիշեցի, բայց ռուսերենով է։ Ասում է спасение утопающего лежит в руках самих утопающих։ Այստեղ իրականում այդ իրականում օքեյ է օգնություն խնդրելը, այստեղ չեմ ուզում նենց լինի, որ ընկնենք մյուս ծայրահեղության մեջ ու ասենք օգնություն խնդրելը պետք չի, որտեղ շատ հաճախ այն որ օրինակ մարդը անհատի տեսանկյունից եթե նայում ենք ինքը դժվարություն անում ինչ որ օգնություն խնդրելու հետ կապված, այստեղ էլ կարա խնդիր լինի, բայց իրականում երբ որ այդ անընդհատ է լինում, այդ կարա իրականում խանգարող լինի ու այդ պատասխանատվությունը չկառուցվի, այդ եթե անհատի տեսանկյունից ենք նայում, այդ հասունանալու process-ը չկառուցվի։ Ես կուզեի վերջում էլի վերադառնանք ընտանիքներին եւ այս դեպքում ինչ անելու։ Մենք շատ հաճախ խոսում ենք առաջին հոգեբանական օգնության մասին, հոգեկան առողջության, այսպես ասենք, աջակցության մասին, այն որ կարելի է դիմել մասնագետների, դրա մասին բազմիցս ասել ենք, կրկին ասում ենք, բայց ենթադրենք այս պահին չկա նման հնարավորություն, տարածքում չկա մասնագետ, կամ չկա գումար, կամ չգիտեմ, ինչ որ չկա, բայց կան շահագրգռված հարազատներ, ովքեր ուզում են օգնեն կորուստ տեսած ընտանիքին, խնդիր ունեցող ընտանիքին, ինչ կարող են անել։ Այստեղ շատ կարևոր է, երևի ամենադժվար ու ամենակարևոր ու ապաքինող ֆակտորներից մեկը, որ կարա լինի ու մենք կարանք տանք մեր հարազատին, դա ներկայությունն է։ Սովորաբար այդքան դժվար է բառերով չլցնելը։ Մենք անընդհատ փորձում ենք ասենք, դե մի լացի, ինձ մնա ու այս շատ հաճախ կարա լինի նրանից, որ մենք ինքներս մեր չգիտենք ինչ անենք այս պահին։ Okay չլինենք այդ հույզերի հետ։ Ու սկսենք դիմացինի մոտ էլ բլոկ անել, որտեղ մեր համար կարա անտանելի լինի դա զգալը, որ մեր մտերիմը այդ հույզերի մեջ է ու մենք անգիտակցորեն սկսենք ասել դե լավ ոչինչ կանցնի ոնց որ անգիտակցորեն բլոկ անենք այդ պահը այստեղ շատ կարևոր է այդ ներկայությունը տալը որը որ ամենաապաքինող ֆակտորներից մեկն է ցույց տալ որ ես քո կողքին եմ որ անկախ ամեն ինչից եթե թեկուզ հիմա չես ուզում խոսես ես տեղ եմ ու հա մի հատ sense կարևոր ֆակտոր է պարտադիր չի խոսել այդ բուն թեմայից։ Կարա լինի այնպես, որ դու ուղղակի իրան օգնես ուրիշ հարցերով, այսինքն ինքը զգա, որ ինքը մենակ չի։
կարաս օգնես ինչ-որ կենցաղային հարցերով կամ այդ փուլերի ընթացքում ինչ-որ մահանալուց հետո ինչ-որ 7-40 եւ այլն այդ փուլերի ընթացքում անդադ իր կողքը լինես, ինչ-որ կենցաղային հարցերով անդադ օգնես, էս էլ կարա շատ օգնող լինի, որ ինքս գա ես մենակ չեմ։ Շատ կարևոր է, որ մարդիկ իմանան այս փուլերի մասին ու նորմալիզացնեն դա, որ կարա սենց լինի, ես քիչ-քիչ անցնում եմ այդ փուլերի միջով։ Ստեղ կարևոր ֆակտորներից է վերադարձնել կյանքի հետաքրքրությունը ու ռիտուալներ ունենալ։ Ինչի ռիտուալները իրանք ֆանտաստիկ օգնում են մեզ այն տեսանկյունից, որ մեր հոգեկանը, երբ որ մենք անընդհատ ինչ-որ ռեժիմ ենք ունենում, ինչ-որ բան, որ մենք անընդհատ անում ենք էդի, օգնի, որպեսզի հոգեկանը հասկանա, ստեղ ապահովություն կա, ստեղ ինչ-որ բան կա։ Ինչ-որ մի բան ամեն օր կրկնվում է, հա, այսինքն կյանքը շարունակվում է, էլի, հա։ Այդ հենարանը կա։ Շատ կարևոր մի հատ ֆակտոր կա, կետ կա, որը շատ օգնում է։ Նայեք, երբ որ մենք կորուստ ենք ունենում, հիշում եք, որ քննարկեցինք, որ մարդը կորցնում է նաև իր եսի մի մաս, օրինակ, ինչ որ դատարկ տեղ է մնում հոգեկանում։ Ստեղ կարելի է այդ դատարկ տեղը լցնել այն հետաքրքրություններով, որը որ ունեցել է մեր մտերիմ մարդը, ով որ էլ չկա։ Մեծ հետաքրքիր պատմություն պատմեմ ձեզ, երբ որ իմ պապիկը մահացել էր, իմ պապիկը սովորություն ուներ իջնել ներքև ու շպիլկաներ հավաքել։ Ու այդ մարդը տենց բնավորություն ուներ։ Իմ տատիկը միշտ նյարդային անում էր այդ բնավորությունից, ասում էր գնացել է շպիլկաներս հավաքում էլի, ինչի ես այդ ամեն ինչը անում։ Լվացքի այդ բաները, հա։ Հա, գետին էր ընկնում, ինչ որ մեկ կախում էր, գնում հավաքում էր, բերում էր տուն։ Երբ որ պապիկս մահացավ, զգամ տենց մի 10 օրից տատիկս գրպանները, շպիլկաները հավաքել, բերել է տուն։ Ու որ sense ուղակի ապշել է, էլի, որ ինքը իր այդ դատարկ տեղը մինչև այդ նյարդային անում էր, ինքն էր գնացել այդ ամեն ինչն անել, sense ուրախ եկել էր ու ինքն էլ չէր հասկացել ինչ է անում։ Ու այդ իրականում այն հետաքրքրությունները, այն հոբիները, որոնք որ ունենում է մարդը, ու մենք կորցրել ենք, կարանք մենք էլ սկսենք դրանով զբաղվել ու այդ ոնց որ ինչ որ ձև այդ օգնում է շատ ապակինմանը։ Շատ լավ, շատ շնորհակալություն, մենք արդեն մոտ 1 ժամ է զրուցում ենք։ Ես բոլոր նրանց, ովքեր մեզ էին միացել, մեզ հետ էին, հիշեցնեմ, որ Մեդիալաբի եթերում podcast-ներ պատերազմի հետքը այսօր խոսում ենք ընտանիքում կորուստի մասին, Mindful հոգեբանական կենտրոնից մեզ հյուրեր եկել կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Լենա Մանուկյանը, տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը, կհանդիպենք հաջորդ թողարկման ընթացքում, շնորհակալություն։ Ձեզ էլ։